Գյուղացին մեր երկրի ուժն է, որին չի կարելի անուշադրության մատնել, այս համոզմամբ է Գագիկ Ծառուկյանը շարունակում հանդիպումները աշխատավոր մարդկանց հետ։ Հերթական ուղղությունը Արագածոտնի մարզն է, գյուղ Հնաբերդ։ Մարդիկ դատարկ խոստումներից հոգնել են, իրական բարեփոխումներ են ցանկանում, կարիք ունեն առաջնորդի, որը երկիրը ոտքի կկանգնեցնի։ Խնդրանքս, դա ասես վարշապետ, այս տարածքից կես կողիտ մարդ կարիսնես։ Չի եղեց հավատանեմ, սաղան տեսված ենք։ Օրև իմացեք, ամենակարևորը որս եկել եմ ձեր մոտ, նայելով ձեր աչքերի մեջ ձեր հետ խոսալով, հիմնական իմ նպատակը ցանկությունը մեկն է, որ իմ ժողովուրդը լավ ապրի, որ երկրին խաղաղություն ունի, տնտեսություն զարգանա, որ մարդը կարողանա գործ ունենա, խնդիրները կարգավորվի, իր տունը պահի։ Հարկավոր է փորձառու մարդ, որը տիրապետում է, հասկանում է, գիտի, մարդու մատից փուշ անի, մարդուն հնարավորություն տա, ու մարդիկ կարողան աշխատեն իրենց տունը բարեկեցիկ պահեն։ Այցելության հաջորդ վայրը եզդիաբնակ Ռիաթ Հազան է։ Գյուղի տաճարի մոտ հավաքված մարդիկ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարին մեծ պատվով են ընդունում։ Եզդի ժողովրդի համար Գագիկ Ծառուկյանն հարազատ մարդ է։ Հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամությունն ու եղբայրական ամուր կապը դարերի պատմություն ունի։ Այն հիմնված է փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա, ասում է Գագիկ Ծառուկյանը։ Պատահական չէ, որ ծանր օրերին եզդի ժողովուրդը միշտ եղել է Հայաստանի ու Արցախի կողքին։ Միշտ եզդի ժողովրդին ես հարգել եմ, հարգում եմ, հարգված ես ու հարգված ես։ Իմ հարևանները կան 20-25 ընտանիք եզդիներ, որոնց հետ մենք կապի մեջ ենք, կարգին մարդիկ եք, ամուսով, թասիբով, պինդ, ու բացի դա ես միշտ ասել եմ, ամեն առավոտ, եթե ես ու դեմքը տեսնես գործերը լրիվ լավ, դա հաջողության նշան է։ Պարոն Ծառուկյան, դուք շատ բարով եք եկել, մենք շատ ուրախ ենք ձեր այցելու համար, ձեր գալու համար, դուք հավատացյալ մարդ եք, դուք սրբեր եք կառուցում, եկեղեցի եք կառուցում, բարեգործ եք, ժողովրդի կողքին եք կայնած, միշտ ժողովրդին դուք բարձրացնում եք վերև։ Մենք էլ միշտ ձեր կողքի կայնենք, ուզում ենք, որ վարչապետը դուք ըլնեք, պարոն Ծառուկյան։ Ես ցավը տանեմ ես։ Բոլորիս նպատակը մեկն է, որ բոլորն էլ լավ ապրեն, որ խաղաղություն լինի, զարգանա, մարդկանց դեմքին ժպիտ լինի։ Հաջորդ կանգառը Արագածն է, գյուղի բնակիչներին առաջարկ Հայաստանին ծրագիրը կազմելու մասին է պատմում Գագիկ Ծառուկյանը։ Առաջարկները եկել են ժողովրդից, դրանք ամբողջացրել են մասնագետները, հետո լսում է մարդկանց խնդիրները։ Ինչ հարցեր ունեք, որ ուզում եք տակ։ Առաջին հերթին պարոն Ծառուկյան, մեզ անհրաժեշտ է գյուղատնտեսական պարադանիքները, որ գյուղացիներ ուզում են ցանեն, չկա։ Չեն կարող թանկ չարեն։ Ես ձեզնից մեկը իրար հետ ընկերական նայելով ձեր աչքերի մեջ խոսամ։ Եթե մարդ մտածի իր պետության մասին, կարա գյուղնախարարությունը փակի։ Ասենք 480,000 հեկտար ունենք, 930 գյուղ ունենք։ Սա երիտասարդություն թողում գնում են, հա այն մեծերն էլ իրաց սանդավային ամանում են, վերջով է գալու մշակի։ Դրա համար գյուղնախարարությունը առաջերտին պետք է բացվի։ Հայաստանը նախ պետք է հեռու պահել արտաքին վտանգներից, շարունակական զիջումները խաղաղություն չեն բերի։ Ես 20 թվականի հունիսի 5-ին հայտարարել եմ տեղակ չեք, որ ասեցի, այս իշխանությունը պետք է փոխվի, անփորձ երիտասարդների հավաքածուը։ 4 ամիս հետո պատերազմ ելնելու։ Լսել եք, թե չեք լսել եք, սա լսել են։ Ասել են մենք պետք է այս չի լինի 4 ամիս հետո մենք զոհեր ենք տալու, Արցախն ենք կորցնելու, մի 6 ամիս, 8 ամիս հետո շրջափակում է լինելու, սով է լինելու, Արցախը հանձնել ենք, ասել են։ Ոչ մեկը չլսեց, ոչ դուք, ոչ ընդդիմության, որը ասենք քաղաքական գործիչ, ոչ էլ իշխանությունը, բայց կապ կա, վերլուծություն կա, եթե այս անգամ էլ ինչ չլսեցին, մի տարի, 2 տարի հետո մեր երկիրը նույն Արցախի ճակատագրին արժանանալու։ Արագածում եւս Գագիկ Ծառուկյանը խոսում է թշնամանքին վերջ տալու մասին, պետք է գնալ ազգային հաշտության ճանապարհով։ Մենք պետք է միասնական լինենք, իրար հետ պետք է չվիճեք, բացատրի, կարա կանեք,
ասա, գան քեզ ընտրենք սաղս։ Իզաբելլա Հովանեսյան, Ալեքսանդր Կիրոյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։